Առողջապահական համակարգում լարվածությունը չի նվազում։ Բուժաշխատողները ահազանգում են, աշխատածավալը կտրուկ աճել է, բայց վարձատրությունը նվազել։ Առողջության համընդհանուր ապահովագրության գործարկումից հետո այս ամիս բժիշկների մեծ մասը ստացել է 2-ից 3 անգամ պակաս աշխատավարձ, որոշ բուժհաստատություններում նաև ուշացումով։ Մասնավոր բժշկական կազմակերպությունում աշխատող բժիշկը տարակուսում է, թե ինչպես են պետական հիմնարկների որոշ նեղ մասնագետներ ընդունելի համարում կրկնապատկված ծանրաբեռնվածությունը։ Ի սկզբանե փոխանցվող գումարը ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը։ Դուք պատկերացրեք 15-20 հազար խորհրդատվությունը, Երևան քաղաքում փոխանցվում է 3000 դրամ կամ 6000 դրամ։ Ուլտրաձայնային հետազոտության մասնագետ Կարինե Աղալարյանը շեշտում է. խնդիրը ապահովագրության գաղափարը չէ, այլ դրա կազմակերպումը։ Բողոքը նրա դեմ է, որ մեր ձայնը լսելի լինի, բժիշկների ձայնը լսելի լինի ու արվի որոշակի ուղումներ, փոփոխություններ։ Նրա խոսքով անընդունելի է այն մոտեցումը, ըստ որի հնարավոր է նույն պայմաններում սպասարկել ավելի մեծ թվով պացիենտների առանց որակի անկման։